Կանադայի արևմտյան բրիտանական Կոլումբիա նահանգի Թամբլեր Ռիջ քաղաքում միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ, առնվազն 25-ը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է Reuters-ը հղում անելով տեղական ոստիկանությանը։ Վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Իրավապահների փոխանցմամբ ենթադրյալ հարձակվողն ինքնասպան է եղել դեպքի վայրում։ Նրա ինքնությունը դեռևս չի հրապարակվում։ Աղբյուրի փոխանցմամբ կրակողը կարող էր կին լինել, սակայն ոստիկանությունը պաշտոնական մանրամասներ չի ներկայացրել։ Քննությունը շարունակվում է։ Ուկրաինայի Խարկովի մարզի Բոհոդուխով քաղաքում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում 3 երեխա։ Այս մասին հայտնում է մարզային իշխանությունները։ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով հարձակումը տեղի է ունեցել փետրվարի լույս 11-ի գիշերը, երբ անօդաչու թռչող սարքը հարվածել է մասնավոր բնակելի հատվածին։ Տներից մեկն ամբողջությամբ փլուզվել է։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 34-ամյա տղամարդու եւ 3 փոքրահասակ երեխայի մարմիններ։ Ուկրաինայի գլխավոր դատախազության փոխանցմամբ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց ի վեր երկրում զոհվել է մոտ 700 երեխա։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ եւ շարունակելու է իրականացնել իրեն տրված մանդատը։ Ես երբեք չեմ հրաժարվի այս երկիրը փոխելու համար ինձ վստահված մանդատից։ Իրական պայքարը լեյբորիստական կուսակցության ներսում չէ, այլ այն քաղաքականության դեմ, որը կառուցված է բաժանման եւ դժգոհության վրա, նշել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Շոտլանդիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդ կոչ էր արել Սթարմերին հրաժարական տալ, հայտարարելով, որ Դաունինգ Սթրիթի ղեկավարությունը պետք է փոխվի։ Ղրղստանի նախագահ Սադիո Ժապարովի հրամանագրով Կամաչ Բեկտաշիևը ազատվել է ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի եւ կառավարության փոխնախագահի պաշտոններից։ Նախագահի մամուլի ծառայությունը նշում է, որ որոշումն ընդունվել է պետության շահերից ելնելով։ Միաժամանակ ստորագրվել են հրամանագրեր անվտանգության համակարգի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ։ Սահմանային ծառայությունը դուրս է բերվել կոմիտեի կազմից եւ դարձել առանձին գերատեսչություն, իսկ 9-րդ ծառայությունը վերակազմավորվել է պետական պահպանության ծառայության, ենթարկվելով անմիջապես նախագահին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Թալսի Գաբարդը Reuters-ին հայտնել է, որ դադարեցվել է իր նախաձեռնությամբ ստեղծված Big խմբի գործունեությունը։ Խմբի նպատակն էր նվազեցնել հետախուզական համակարգի քաղաքականացումը, սակայն քննադատները պնդում էին, թե այն ծառայել է Թրամփի վարչակազմի կուսակցական շահերին։ Գաբարդի խոսքով Big-ը սկզբից նախատեսված էր որպես ժամանակավոր կառույց, բարձր առաջնահերթության եւ կարճաժամկետ նախագծերի, այդ թվում նախագահական գործադիր հրամանագրերի իրականացման համար։ Նա ընդգծել է, որ խմբի անդամները տեղափոխվել են ազգային հետախուզության տնօրենության այլ ստորաբաժանումներ։